Կարտոֆիլը առաջին բանջարեղենն է, որը աճեցվել է տիեզերքում։ NASA-ի եւ Վիսկոնսինի համալսարանի հետ համատեղ 1995 թվականին։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք կարտոֆիլապատ ջրեփուկ։ Սկսենք կարտոֆիլը մշակելուց։ Կարտոֆիլը կլպելուց եւ լվանալուց հետո հում վիճակում ծակծկում ենք պատառաքաղով։ Նույն կերպ մշակում ենք երկրորդ եւ երրորդ կարտոֆիլները։ Կարտոֆիլը ծակծկելուց հետո տեղադրում ենք տախտակը եւ մշակում։ Կարտոֆիլը կտրատում ենք բարակ շերտերի։ Կարտոֆիլը ծակծկելիս գոգնոցս ներկեցի օսլայով։ Այսպես կարծում ավելի գեղեցիկ է։ Կարտոֆիլները շերտատելուց հետո լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Նրանց համար նախապատրաստենք համեմունքների փունջ։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության աղ, աղացած կարմիր քաղցր, փոքր կծու, պղպեղներ, կվերցնեմ նաև Մարանիկի 4 պղպեղներ համեմունքը։ Ոսկեզոծ երանգ հաղորդելու համար կարտոֆիլներին կվերցնեմ նաև քրքում։ Հաճելի համ հաղորդելու համար կարտոֆիլը համահունչ է սխտորի հետ։ Կվերցնեմ սխտորի փոշի։ Կարծում այսքանը բավական է։ Համեմունքների փունջը պատրաստ է։ Խառնում ենք։ Կարտոֆիլի շերտերը փորձում ենք հավասար համեմել, այսպես լցնում ենք համեմունքը եւ տակնու վրա անում։ Լցնում ենք եւ կրկին տակնու վրա անում։ Բացի համեմունքներից կարտոֆիլի շերտերը առաջարկում եմ պատել նաև բուսայուղով։ 2 ճաշի գթալ բուսայուղ ենք լցնում եւ կրկին տակնու վրա անում, թող հավասար պատվեն բուսայուղով շերտերը։ Սրանք թողնում ենք հանգիստ, շերտերին կանրադառնանք, վերջում, թող մնա այսպես մարինացվի։ Այժմ անցնենք ջրեփուկի միջուկին։ Միջուկի մեջ առաջարկում եմ օգտագործել կաղամբ։ Բարակ շերտատում ենք։ Վերցրել եմ 300 գրամ կաղամբ։ Սա էլ նախքան ջերմային մշակումը մարինացնենք։
Համեմում եմ Marannik ընկերության շաքարավազով։ Եվ կարտոֆիլից մնացած համեմունքով։ Տրորում ենք արի մոտ։ Ուժեղ չտրորեք, որպեսզի այն խյուսի չվերածվի։ Այսպես մատներով սեղմում ենք, այնքան որ կաղամբը հյութը դուրս գցի։ Իր մեջ առնի համեմունքը եւ ավելի նրբահամ դառնա։ Սա էլ այսպես։ Սոխերած ենք անում։ Սոխը կտապակեմ բուսայողով։ Անկիստ։ Մինգիր։ Կվերցնեմ մեկ փոքր գլուխ սպիտակ սոխ եւ կարմիր սոխ։ Մանր կտրատում եւ տապակում ենք։ Թող միջուկը գույնզգույն ստացվի։ Սոխը անմիջապես համեմում ենք Marannik ընկերության շաքարավազով եւ աղով։ Կարամելացնում ենք։ Միջուկի մյուս բաղադրիչը գազարն է։ Վերցնում ենք երկու փոքր գազար։ Կտրատում ենք կիսաօղակների։ Միջուկի մեջ կառաջարկեմ օգտագործել նեխուրի ցողուն, հաստ ցողուն, մեկ ցողուն։ Սա էլ կտրատենք մանր։ Համեմ ենք կծվի համար պատասխան է տալիս չիլի պղպեղը։ Կտրատում ենք օղակների նախքան չիլին մշակելը, նախապատրաստենք հաջորդ, այսպես ասած, համեմունք բաղադրիչը։ Դա լոլիկի չիլն է։ Որպեսզի կարողանանք կտրատել այն չորը, վրան լցնում ենք գեռացրած ջուր որոշակի ժամանակով։ Մնում է, փափկում է, հետո կմշակենք։ Մյուս բաղադրիչը մշակելու ենք առանձին, դա ծառի սունկն է,
պոկոտում ենք թելիկների, որից հետո կտապակենք։ Ընթացքում տապակը դնենք գազ օջախին, թող տաքանա, չմոռանանք խառնել տապակող բանջարեղենը։ Տապակել ենք կրկին բուսայիղով։ Սունկը անմիջապես կհամեմենք Մարանիկ ընկերության աղով։ Այս տապակի մեջ առաջարկում եմ ավելացնել 2 պճեղ սխտոր։ Իդեպ ասեմ, ծառի սունկը նույն կախասունկն է։ Ավելի ճիշտ է ասել կախասունկ։ Ավելացնում ենք մայրուն կույս 25 գրամ։ Այն հետաքրքիր համքահաղորդի խճողակին։ Ավելացնում ենք կաղամբը, ջրքամում ենք լոլիկի ճիրը, տեսնենք ինչ ունենք սառնարանում, այս ժեռեփուկի համար ձու պետք կգա մեզ, պետք կգա մեզ լոլիկի մածուկ, մոցարելա պանիր, կաթի սերուցք, մի կտոր պանիր, այսինքն կարակ, պանիրը արդեն ասել էի մոցարելա, մի կտոր կարակ ենք դնում, մի կտոր սնկին, 50 գրամ սնկին և 50 գրամ այս մյուս տապակի մեջ։ Սունկը կարելի է համեմել մշկընկույզով։ Կարմրացնում ենք սունկը։ Այսինքն տապակում ենք այնքան, մինչև կարմրի։ Այս տապակի մեջ ավելացնում ենք լոլիկի ճիրը։ Կտրատում ենք մկրատով, որպեսզի հեշտ լինի։ Անմիջապես կարելի է կտրատել հենց տապակի մեջ։ Համեմում ենք
կիսաանապակ սպիտակ գինով, մոտ 50 գրամ։ Ծածկում ենք կափարիչով, թող մի փոքր շոգ է խաշվի։ Սունկը թող տապակվի, կարմրի։ Մենք անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա մոցարելա պանիրն է, որը քերելու ենք։ Քերում ենք մեծ անցքերով։ Քերեցի մոտ 150 գրամ մոցարելա պանիր։ Ավելացնում ենք լոլիկի մածուկ, 2 ճաշի գդալ, Այժմ հավաքենք ջեռեփուկը։ Վերցնում ենք ջեռոցի թափանցիկ տապակը, յուղում ենք բուսայուղով։ Նախ լցնում ենք առաջին տապակի պարունակությունը։ Հավասար տարածում ենք։ Մի փոքր մոցարելա պանիր ենք շաղ տալիս։ Մյուս շերտը սունկն է։ Դնում ենք սունկը։ Կարմրած հրաշալի բույր ունի։ Կրկին մոցարելա պանիր ենք շաղ տալիս։ Եվ փակում ենք։ Չենք փակում, սոուս ունենք դեռ անելու։ Վերցնում ենք թաս։ Մեկ ձու, հարում ենք մեկ ձու։ Հենց հյուսվածքները քանդվեց, ավելացնում ենք կաթի սերուցք, 100 մլի, մեկ ձու, 100 մլի կաթի սերուցք։ Լցնում ենք բաղադրիչների վրա, այսպես հավասար։ Որից հետո շարում ենք կարտոֆիլի շերտերը։ Ջեռոցը միացնում ենք 190 աստիճան և եփում ենք այնքան, մինչև ոսկեզօծ երանգ կապի, որից հետո կլցնենք մնացած պանիրը, կթողնենք կհալվի և կմատուցենք։
կարտոֆիլապատ ջեռեփուկ։ Կարտոֆիլ կլպել, պատարագ ծակծկել, կտրատել բարակ շերտերի, լցնել թասի մեջ։ Ամանի մեջ լցնել աղ, կարմիր քաղցր, կարմիր կծու պղպեղներ, 4 պղպեղ համեմունք, քրքում, սխտորի փոշի։ Կարտոֆիլը համեմել համեմունքների խառնուրդի մի մասով, ավելացնել բուսայուղ, մի կողմ դնել։ Միջուկի համար կաղամբ կտրատել, համեմել շաքարավազով, համեմունքների խառնուրդի մնացած մասով, տրորել, բուսայուղ տաքացնել, մանր կտրատած սպիտակ եւ կարմիր սող տապակել, համեմել շաքարավազով, աղով, ավելացնել կիսաօղակների կտրատած գազար, մանր կտրատած նեխուրի ցողուն, կծու չիլի պղպեղ, սխտոր, մայրու ընկույզ, կաղամբը, կարագ, տապակել։ Այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, մասնատած կախասունք տապակել, համեմել աղով, ավելացնել կարագ, քերած մշկընկույզ, լոլիկի ճիշտ թրջել, թողնել փափկի, քամել եւ ավելացնել բանջարեղենին։ Համեմել սպիտակ կիսաանապակ գինով, ավելացնել լոլիկի մածուկ, սոուսի համար թասի մեջ ձու հարել, ավելացնել կաթի սերուցք։ Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, առաջին շերտով լցնել տապակած բանջարեղենային խառնուրդը, քերած մոցարելա պանիր շաղ տալ։ Վրան դնել կախասունկը, էլի քերած մոցարելա պանիր շաղ տալ, ավելացնել սոուսը, վերջում շարել կարտոֆիլի շերտերը։ Ջեռեփուկը 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել։ Երբ ոսկեգույն երանգ ստանա, վրան քերած մոցարելա պանիր շաղ տալ։ Եփել այնքան, մինչև հալվի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծովախեց գետին, մանգո, լայմ, կանաչ ոլոր եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։